Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք Վայոց ձորի ռազմավարական նշանակության եւ այդ ուղղությամբ անելիքի հետ կապված։ Մենք նշեցինք դա իմ վերջի ելույթում, որը այս ալիքի վրա դու կարող եք գտնել, եւ ես խոստացա, որ մենք շատ ավելի մանրամասն կուսումնասիրենք այս հարցը, եւ առհասարակ սա շատ կարեւոր մաս է նաեւ եւ կլինի այսուհետեւ մեր աշխատանքի, որովհետեւ քարտեզի վրա վերլուծությունների ամենագլխավոր նպատակը իհարկե Հայաստանը պետք է լինի, իսկ մենք բազում անգամ արել ենք ուրիշ պետություններում այդպիսի վերլուծություններ, թե ինչպիսի իրավիճակ է, արեք հիմա կոնկրետ Վայոց ձորի օրինակով ձեր հետ միասին տեսնենք, թե ինչպիսի իրավիճակ ունենք այստեղ։ Ուրեմն առաջերտին պետք է ասել, որ Վայոց ձորի սահմանները փաստացի սկսվում են այս հատվածից, տեսնում եք այստեղ գծով գալիս է, եւ երկու ճանապարհ է գալի դեպի Վայոց ձոր։ Մենք հիմա այստեղ կնշենք առաջի հատվածը ճանապարհի եւ երկրորդ հատվածը այստեղ։ Ոչ միայն Վայոց ձոր, ես իմ նաև այդ վերլուծությունում եւ Facebook-ում էլ գրառումներում նշեցի, որ Վայոց ձորը կարևորագույն ռազմավարական նշանակություն ունի, որովհետեւ ամբողջ մեր պետության ուրեմն սիրտը, հիմքը, բոլոր այս շրջանները, որ այստեղ ունենք, մայրաքաղաքը եւ Արմավիրի մարզը, Արագածոտնի մարզը, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի կապում են Վայոց ձորի միջոցով Սյունիքի հետ, իսկ Սյունիքի ռազմավարական նշանակության մասին մենք բոլորս գիտենք եւ ապագայում նաեւ անպայման մանրամասն կխոսենք։ Հիմա մենք այստեղ տեսնում ենք, հարգելի հայրենակիցներ, երրորդ կետը, որը արդեն լքում է Վայոց ձորը, եւ փաստացի մենք այստեղ ունենք ընդհանրապես 3 ճանապարհ, որը կապում է ամբողջ Հայաստանը Սյունիքի հետ, իսկ առհասարակ այստեղ մեկ ճանապարհ է մնում։ Երկու ճանապարհով մուտք է գործում Վայոց ձոր, մեկ ճանապարհով ելք, ինչը շատ իրականում մեծ ռազմավարական նշանակության եւ լրջագույն անելիքի մասին է խոսում, եւ դա շատ կարեւոր հարց է, որովհետեւ պետք է ուշադիր նայենք առաջի այդ հատվածին, որը Զանգակատուն եւ Ելփին բնակավայրերով է անցնում եւ այստեղից է գլխավոր մուտքը դեպի Եղեգնաձոր, դեպի Վայոց ձոր, հենց այս ճանապարհով ես օրերս անցա, երբ հասնում էի Խաչիկ գյուղ։ Այս պահի համար գլխավոր ճանապարհը անցնում է, ինչպես գիտեք, Երևանից գալիս է ուրեմն Արտաշատով եւ Արարատով, հասնում է Պարույր Սևակով եւ անցնում եմ Զանգակատուն, մտնում է Ելփին, հետո հասնում է Արենի եւ այստեղից հասանք Խաչիկ գյուղ։ Հիմա հարցը նրանում է, որ այստեղ քարտեզի վրա էլ դուք տեսնում եք կա ադրբեջանական անկլավ։ Անկլավների հարցը, ինչպես գիտեք, ապագայում պետք է որոշվի, ուստի այդ պատճառով կարևորագույն նշանակություն ունի այն, որ հյուսիս-հարավ ճանապարհը առհասարակ պետք է անցնի Ուրծաձորով եւ այս ուղղությունով է գլխավոր ուրեմն ճանապարհը լինելու։ Եվ Քյարքի հատվածը, որը այս պահին գլխավոր ճանապարհն է, չի լինի սրանից հետո գլխավոր ճանապարհ։ Իհարկե ես համարում եմ, որ այստեղ պետք է արվի լրջագույն աշխատանք, սա Վայոց ձորի մարզում չի գտնվում, բայց դա որևէ բան չի փոխում, որ մենք ձեր հետ միասին այստեղ նշենք, ուրեմն այս հատվածում ճանապարհի անհրաժեշտության մասին։ Այստեղ իմ պատկերացումով պետք է լինի անպայման նոր ճանապարհ, կառուցվի նոր ճանապարհ այս հատվածում, որը կկապի Զովաշենը եւ Պարույր Սևակը առանձին նոր ճանապարհով։ Եվ հենց այս հատվածում է իմ պատկերացումով սա պետք անել հարավում, որովհետեւ ինչպես է լուծվի այս անկլավի հարցը, գիտեք, որ անկլավների հարց գոյություն ունի, այս տարածքը, որը այստեղ ես նշել եմ, սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, ուստի այս տարածքով կապելը Զովաշենը եւ Պարույր Սևակը իմ կարծիքով կարևորագույն ռազմավարական նշանակություն ունի, բացի դրանից հյուսիս-հարավը իհարկե պետք է Ուրծաձորով գա եւ հասնի դեպի Զանգակատուն։ Հարցը հիմա նրանում է, որ այս նույնիսկ հատվածը
ճանապարհի առաջի հատվածը, տեսնում եք, որ ադրբեջանական սահմանից շատ մոտ է գտնվում, փաստացի սահմանից 1.7 կիլոմետրում է գտնվում, ինչը շատ քիչ է իրականում եւ ռազմավարական վտանգ եւ նշանակություն ունի։ Այս հատվածում անհրաժեշտ է իհարկե կառուցել լրջագույն այստեղ պաշտպանողական գոտի։ Ես համարում եմ, որ եթե պաշտպանության նախարարությունը դեռ չի արել այն ամրոցների ծրագիրը, որը կա Տավուշի մարզում այս հատվածում, հենց նկատի ունեմ Զանգակատունի եւ Ելփինի մեջտեղում ընկած հատվածում, ամենառազմավարական տեղը, բայց հետո նաեւ սա շարունակվում է մեծ կարևորությամբ եւ մենք տեսնում ենք, որ նույն այդ Չիվայի ուղղությունով արդեն անցել ենք դեպի ուրեմն Վայոց ձորի մարզ, այստեղ էլ տեսնում եք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հատվածում տեսնում եք այստեղ մարտական դիրքեր կան, որն է հայկականը, որն է ադրբեջանականը բարդ է պարզել, բայց հասկանալի է, որ մոտավորապես այստեղ է գտնվում այդ դիրքերը սահմանին եւ առհասարակ այստեղ էլ այդ ամրոցների կառուցելը, որովհետեւ գլխավոր ճանապարհը գալիս է, տեսնում եք, այս հատվածում առհասարակ սահմանից ճանապարհը 1 կիլոմետրում է գտնվում, ինչը աննախադեպ քիչ է, իսկ սա հիշեցնեմ ձեզ եւ մենք դրա մասին խոսեցինք, որ կարեւորագույն ճանապարհն է, որը կապում է փաստացի Երևանը եւ ամբողջ Հայաստանը, ոչ միայն Վայոց ձորի ռազմավարական նշանակություն ունեցող շրջանի, այլ նաեւ Սյունիքի հետ եւ այդ թվում Մեղրի հետ եւ Իրանի հետ սահմանին, ինչը շատ կարեւոր է, մենք դա արդեն ձեր հետ արձանագրեցինք։ Ուստի մենք պետք է ուշադրություն դարձնենք նաեւ երկրորդ ճանապարհին, որը Մարտունուց, Գեղարքունիքի մարզից գալիս է անմիջապես մինչեւ Գետափ եւ Եղեգնաձոր։ Եվ դուք տեսնում եք այս ճանապարհը ինչ հատվածում է անցնում, տեսնում եք այստեղ այս ճանապարհը բարդ ռելիեֆ է այստեղ, բայց ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն լրջագույն աշխատանք կատարելու այն ուղղությունով, որ այս ճանապարհը, որը այս պահին օգտագործվում է ինչպես գլխավոր ճանապարհ, բացի նրանից, որ պետք է հատկապես այս հատվածում, տեսնում եք, մենք ձեր հետ միասին կարանք նույնիսկ նշել այդ հատվածը, հատկապես այս հատվածից ուրեմն սահմանի մասին է խոսքը, այս հատվածից միջև հատկապես Արենի հատվածը, որտեղ որ ճանապարհը հետո արդեն խորանում է դեպի Հայաստանի տարածք, միջև այս հատվածը պետք է լինի լրջագույն ամրապնդված։ Նկատի ունեմ ամրոցներով, նկատի ունեմ հատուկ պաշտպանական գոտիներով, նկատի ունեմ հատուկ զինված ուժերի ստորաբաժանումներով եւ հատուկ ծառայություններով, ոստիկանությունով, հատուկ սարքերով, որոնք կֆիքսեն այստեղ շատ ակտիվություններ եւ այլն, շատ մանրամասն, որովհետեւ եթե մենք արդեն Ուծաձորով անցնում սահմանը, ճանապարհը նկատի ունեմ ռազմավարական Ուծաձորով, Զանգակատունով, ապա Զանգակատունից սկսած միջև Արենի հատվածը, հետո արդեն դեպի Արփի եւ Եղեգնաձոր խորանում արդեն Հայաստանի տարածքում, ապա այս հատվածը, որը կանաչով մենք նշել ենք, Զանգակատուն դեպի Արենի, ռազմավարական նշանակություն ունի։ Ինձ նաև ասել են, որ շատ բաներ ունի ռազմավարական նշանակություն մեկնաբանություններում, բայց կա տարբեր նշանակություն ռազմավարության մեջ, այդ է հարցը, որ իհարկե ամեն գյուղը իր նշանակություն ունի, բայց ռազմական ուղղությամբ իհարկե կան առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածքներ, շրջաններ, գյուղեր եւ այլն։ Հիմա այս հարցը շատ կարեւոր է, ուրեմն մենք արձանագրեցինք Զանգակատուն Արենի հատվածի զարգացման ուղղությամբ կարևորագույն օրակարգ, բացի դրանից արձանագրեցինք ձեր հետ միասին Քարագլուխի ուղղությունով այդ ճանապարհը ուրեմն զարգացնելու հնարավորություն ստեղծելու հատկապես Ձմեռվա շրջանում, որ այս ճանապարհը լինի ապահովված եւ այստեղ կարելի է նաեւ ուրեմն քննարկել թե ինչպիսի այլընտրանքներ կարելի է ձևավորել։ Այո, այդ թվում թունելային համակարգը այստեղ իմ պատկերացումով ես մասնագետ չեմ, որ եւ կարծում եմ որևէ մեկը այս պահին այդպիսի մասնագիտական
ուրեմն աշխատանք չունի հստակ, թե այստեղ հնարավոր է թե չէ, կարելի է թե չէ եւ ինչքանով օգտակար կլինի այդպիսի աշխատանքը, բայց մենք գիտենք, որ ծանր ռելիեֆ ունեցող սարային այսպիսի հատվածներում ուրեմն այլընտրանք կարա լինի հենց թունելի կառուցումը եւ նույնն է արվում Սյունիքում, որը կարա կապի միանգամից Գեղարքունիքի մարզը եւ ստեղծի լրջագույն այլընտրանք, որովհետեւ տեսնում եք, որ այս ճանապարհը փաստացի մեջտեղով է անցնում նաեւ սահմանից եւ ստեղծում է այդ խորքը ռազմավարական, որը շատ անհրաժեշտ է մեր համար։ Ես ուրեմն հարգելի հայրենակիցներ, ձեր հետ միասին գտնվում եի, գիտեք, որ Խաչիկ գյուղում։ Արեք հիմա նշենք Խաչիկ գյուղը այստեղ եւ ֆիքսենք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում։ Ուրեմն սա Խաչիկ գյուղն է։ Խաչիկ գյուղը մենք տեսնում ենք, որ ունի լրջագույն ռազմավարական նշանակություն, որովհետև ամբողջ Արենից սկսած այս հատվածից, որը մենք ասացինք, սահմանը Ադրբեջանի հետ, այս հատվածը փաստացի Խաչիկ գյուղն է ապահովում բնակչությամբ, իսկ առանց բնակչություն սահման պահել հնարավոր չէ, շատ բարդ է եւ պետք է։ Այդ առումով ռազմավարական նշանակություն ունի Խաչիկ գյուղը։ Բացի դրանից, նույն այս հատվածում ռազմավարական նշանակություն ունի այս գյուղը նաև Խնձորուտը եւ մենք ձեր հետ միասին հիմա նաև Խնձորուտը կնշենք այստեղ եւ մենք տեսնում ենք այստեղ եւս մեկ փոքր գյուղ կա, բայց սա ընդհանուր մենք կարանք ինչպես ընդհանուր ընկալենք ընդհանուր գյուղ։ Բարձրունին նաև հաջորդ կարևորագույն հատվածն է, շատ կարևոր է։ Եվ ձեր հետ միասին մենք հիմա տեսնում ենք, որ այս գյուղերից հետո փաստորեն միջև արդեն այս հատվածում սահման նկատի ունեմ ուրեմն Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի միջև փաստացի այստեղ բնակավայր չկա։ Ամենակարևոր այստեղ բնակավայրը Գոմքն է, տեսնում եք, որը շատ փոքր բնակավայր է ընդհանուր առումով եւ Կապույտ այստեղ գյուղ կա նաեւ այս հատվածում նաեւ կարամ ասեմ, որ սա շատ կարևոր նշանակություն ունի։ Մենք ձեր հետ միասին հիմա սա նաև կնշենք։ Տեսեք, ընդամենը մենք ձեր հետ հիմա նշեցինք 4 գյուղ, Խաչիկը, Խնձորուտը, Բարձրունին եւ Գոմքը, որը ապահովում է ամբողջ այս հարավային մասը։ Վայոց ձորի շրջանի հարավային մասը Նախիջևանի հետ սահմանում։ Կարևորագույն նշանակություն ունի, որ այս 4 գյուղի ուղղությամբ արվեն լրջագույն ներդրումներ, զարգացումներ, նրա համար, որ այստեղ բնակչությունը ոչ միայն պահպանվի, այլ նաև աճ ունենա այս գլխավոր ուղղություններով։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին նոր խոսեցինք իհարկե զանգակատուն Արենի հատվածի մասին։ Ուրեմն այստեղ նույն այս շրջանում նկատի ունեմ Վայոց ձորի մենք կարևորագույն ռազմավարական նշանակություն պետք է տանք հենց Ելփին գյուղին, անպայման, եւ դա շատ կարևոր է, բացի դրանից Չիվային, որը նաեւ շատ մոտ է գտնվում սահմանին, մենք դրա մասին արդեն խոսեցինք, եւ ինչը ամենակարևորն է, դա Արենին է։ Արենի զարգացումը, ինչպես տուրիստական, գինու, առհասարակ կարևոր կետ, որտեղ որ մարդիկ միջազգային այդ թվում առումով նկատի ունեմ զբոսաշրջության հատվածում գքան Արենի, սա կարա լրջագույն օգուտ բերի Ելփին Չիվայի հատվածում նաև եւ առհասարակ այս ճանապարհին ընդհանուր առումով եւ ամրապնդի այս կարևոր հատվածը, որը մենք ձեր հետ միասին նշեցինք զանգակատունից սկսած դեպի Արենի, հետո արդեն նույն ճանապարհը ապահովում է փաստորեն Խաչիկ գյուղը
իսկ ինչ վերաբերվում է այս երկու գյուղին, որը մենք արդեն նշեցինք, դա ապահովում է արդեն ավելի խորը ճանապարհից, վայքի հատվածից։ Իհարկե Եղեգնաձորը եւ Վայքը այստեղ կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեն, ինչպես խորքում գտնվող կենտրոններ, որոնք պետք է ապահովեն այս բոլոր գյուղերի զարգացումը, հնարավորությունները եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք, որ նույն այս ճանապարհը զարգացնելը կարաբերի խորքում այստեղ այդ գյուղերի ամրապնդմանը, որի մասին մենք խոսեցինք, եւ դեպի Եղեգնաձոր կապը, որ ապահոված լինի մնացած Հայաստանի շրջանների հետ երկու ճանապարհով, մեկի մասին մենք խոսեցինք արդեն, եւ երկրորդ ճանապարհը դեպի Մարտունի, դեպի Գեղարքունիք, սա շատ կարեւոր հատված է։ Ճիշտ է, այստեղով դեպի Երևան ճանապարհը երկարում է, Եղեգնաձորից եթե դիտենք, ապա գալիս է ճանապարհը միջև Սևան եւ Սևանից հետո վերադառնում է Երևան, իսկ ուղիղ ճանապարհով գալիս է հարավով, բայց երբ մենք խոսում ենք պետության մասին, այստեղ ժամանակը չի հարցը, հարցը կես ժամում չի, որը ավելի շատ պետք է ծախսվի, որ այս կապը ապահովի, ապա նրանում է, որ երկու այլընտրանքային ճանապարհ Հայաստանը ունենա դեպի Վայոց ձոր։ Հիմա մենք ձեր հետ միասին նաև պետք է, սա արևմտյան հատվածներ կարելի ասել Վայոց ձորի, անպայման պետք է դիտենք իհարկե արևմտյան հատվածը եւ այստեղ կա Գետիկվանք գյուղը, որը շատ փոքր գյուղ է, բայց ունի նաև կարևորագույն ռազմավարական նշանակություն, որովհետև միակ գյուղն է փաստորեն, որը գտնվում է մոտ հայ-ադրբեջանական սահմանին, հենց Վայոց ձորի մարզում, եւ իհարկե Ջերմուկը։ Մենք հիմա Ջերմուկի մասին ձեր հետ միասին մանրամասն խոսենք, որովհետև Ջերմուկը ունի Արենիի նման ուրիշ նշանակություն եւ Ջերմուկում, որը մենք գիտենք, որ Ադրբեջանը ունի օկուպացված այստեղ մեր տարածքները, այստեղ իրականում երևում է, որ տեսնում եք ճանապարհը գալիս է մինչև Խորք եւ ես ինչքանով վերլուծում եմ այս քարտեզի շնորհիվ, սա ադրբեջանական բլոկպոստ է փաստորեն այստեղ եւ այստեղ եւ այստեղ եւ սա հայ-ադրբեջանական սահմանից խորքում, տեսնում եք սահմանը որտեղ է, ադրբեջանցի գտնվում են այստեղ, ոչ այդքան հեռու Ջերմուկից։ Դες ամեն գիտենք, նկատի ունեմ, որ բազում անգամ խոսել ենք սրա մասին, որ Ջերմուկի հատվածում են ադրբեջանցի խորացած Հայաստանի ինքնիշխան տարածքներում եւ սահմանի դեմարկացիա դելիմիտացիայի գործընթացի ընթացքում իհարկե պետք է տեղի ունենա իրանց լքումը Հայաստանի տարածքից, բայց ամեն դեպքում մենք հիմա խոսում ենք մի փոքր ուրիշ ուղղությամբ եւ Ջերմուկի ռազմավարական զարգացումը, այդ թվում զբոսաշրջության, միջազգային ներկայության այստեղ շատ կարեւոր դեր ունի նրա համար, որ ապահովենք արևելյան հատվածի անվտանգությունը, ուրեմն Վայոց ձորի, որովհետև մենք տեսնում ենք, որ մնացած հատվածներում առհասարակ Վայոց ձորում բնակավայրեր չկա, Ջերմուկը պահում է հսկայական տարածք այստեղ եւ պետք է պահի այդ ուղղությունը եւ Գետիկվանքը այստեղ։ Հիմա տեսնենք Գետիկվանքը մոտիկից, տեսնում ենք ինչ փոքր գյուղ է, առհասարակ շատ փոքր է եւ այստեղ ճանապարհով սա կապնվում է, տեսնում եք արդեն ավելի մեծ գյուղերի հետ եւ գալիս է դեպի այս գլխավոր հատվածը։ Հիմա ես համարում եմ այս ճանապարհը զարգացնելու միջոցով այստեղից նաեւ իհարկե այս պայն ես տեղյակ չեմ ինչքանով լավ որակով կա ճանապարհ միջև Գետիկվանք, բայց այս ճանապարհը զարգացնելը, որ հենց այս գյուղերը այս հատվածում տեսնում եք ինչքան այստեղ գյուղ կա, բոլոր այս գյուղերը զարգացնել եւ հասնել միջև Գետիկվանք, որտեղ որ պետք է ձևավորվի ինչ որ ավելի կայացած գյուղատնտեսական հնարավորություններ, որը կբերի նաեւ նրան, որ այստեղ բնակչությունը կամրապնդվի, սա ռազմավարական նշանակություն ունի։ Ուրեմն մենք ձեր հետ արձանագրեցինք Ջերմուկի եւ Արենիի զարգացումը իրանց ուղություններով, սա այստեղ գիտեք ջուրն է հատուկ հանքական ջուրը, ուրեմն Ջերմուկում դա Արենիի գինու ուղությունն է, զբոսաշրջության, արտադրության եւ այլն։ Բացի դրանից ռազմավարական գյուղեր մենք ձեր հետ նշեցինք, ուրեմն 1, 2 այստեղ, Էլփին եւ Չիվա, ինչպես նաեւ Խաչիկ գյուղը, որտեղ որ ես գտնվում եի, այստեղ Խնձորուտը, Բարձրունին
եւ Կապույտ գյուղը նշանակություն ունեն շատ մեծ, եւ այդտեղ մենք պետք է կարողանանք որ ապահովենք բնակչության աճ, ապահովենք հատուկ ռազմական հնարավորություններ նկատի ունեմ այդ ամրոցները եւ կարողանանք այնպիսի այստեղ բնակչության աճ ունենանք, որի միջոցով հնարավոր կլինի վերահսկել ամբողջ այս սահմանը, որովհետեւ դե տեսեք, նաեւ կան ուրիշ գյուղեր, նույն Գնիշի գյուղը իր կարևորությունը կարա ունենալ, մենք հիմա բոլոր այս հատվածների մասին չենք խոսում, սա էլ է մոտիկ սահմանին, բայց առնվազն այն ուղղություններով, որի մասին մենք հիմա ձեր հետ խոսեցինք, սա իրականում ներկայացնում է Վայոց ձորի երկարատև ռազմավարական զարգացման այսպիսի մոտեցում, որը պետք է կարողանա ամբողջությամբ ապահովի սա, ապահովի անվտանգությունը այստեղ, ապահովի դեմոգրաֆիական զարգացումը։ Ընդհանուր առումով նաև պետք է ասել, որ Եղեգնաձորը ինչպես ագլոմերացիա, ոչ միայն Եղեգնաձորը, եթե քննարկենք Եղեգնաձոր, Գլաձոր, Վերնաշեն հատվածը եւ Գետապ հատվածը, այս ուրեմն ինչպես մեկ ագլոմերացիա, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ բնությունը իրականում դրան համապատասխանում է, մենք տեսնում ենք այստեղ գյուղատնտեսական զարգացում, ես եղել եմ Եղեգնաձորում իհարկե, Եղեգնաձորում տեսնում ենք շատ ավելի խոշոր ուրեմն կառույցներ եւ Եղեգնաձորը ունի պոտենցիալ, որ այստեղ արևային պանելների կայան է, շատ հետաքրքիր է եւ առհասարակ Եղեգնաձորում դրա պոտենցիալը կա։ Դուք գիտեք, Եվրոպական միության դիտորդական առաքելությունը նաեւ Եղեգնաձորում է գտնվում։ Ես կարծում եմ հենց Եղեգնաձորի զարգացումը, որը երկու ճանապարհ պետք է ունենա, որի մասին մենք խոսեցինք, մեկը Արենի Զանգակատուն հատվածով, իսկ մյուսը Քարագլուխի հատվածով, եւ ես կարծում եմ Եվրոպական միության ուրեմն առաքելությունը նաեւ այս հատվածն է օգտագործում, որովհետեւ այստեղով միանգամից հնարավոր է Եղեգնաձորից կապնվել Մարտունու եւ հետո արդեն Սոտքի հատվածում վերին շորժայի, որտեղ նաեւ խնդիրներ մենք ունենք սահմանի հետ կապված ադրբեջանցի ուրեմն գիտեք, որ խորացած են նաեւ այս հատվածում։ Ուստի Եղեգնաձորը եւ ամբողջ Վայոց ձորը կարա լինի կարևորագույն կետ Հայաստանի բոլոր այս շրջանները եւ Սյունիքը իրար հետ կապելու ուղղությամբ եւ իհարկե հաշվի առնելով, որ մեր համար կարևորագույն նշանակություն ունի Մեղրին եւ իհարկե երբ նաեւ խոսում ենք ապագայի հարց է դա, բայց ենթադրում եմ, որ ճանապարհը նաեւ բաց կլինի Տեղի հատվածից եւ Գորիսից դեպի Սիսիան եւ հետո մինչեւ Նախիջևան, այս հատվածը, որը դուք տեսնում եք, ապա իհարկե ամրապնդել Սյունիքը մի քանի լոգիստիկ առումով, որը կլինի այստեղ Արաքսի հովիտի առումով, որը կլինի ուրեմն Գորիս եւ մինչեւ Նախիջևան Սիսիանով, սա պետք է ամեն ինչ արվի Վայոց ձորի զարգացման շնորհիվ։ Վայոց ձորը պետք է դառնա այդ գլխավոր ուրեմն կապող միջոցը, տարածքը Հայաստանի եւ մեր ռազմավարական շրջան Սյունիքի եւ դա իհարկե նշանակում է, որ Վայոց ձորի ռազմավարական նշանակությունը ոչ միայն պակաս չէ Սյունիքից, այլ կարամ ասեմ, որ ինչ որ առումով շատ մոտ է Սյունիքին, որովհետեւ առանց Վայոց ձորի անվտանգությունը ապահովելու Սյունիքի անվտանգությունը ապահովել անհնար է։ Այս պահի համար Վայոց ձորում բնակչությունը շատ քիչ է, 50,000 մարդ է եւ դա բավարար չէ իմ պատկերացումով հենց այսպիսի տարածաշրջանի համար եւ կարծում եմ, որ այս փոքր գյուղերում, որտեղ որ մենք խոսեցինք ձեր հետ միասին, թե ինչպիսի ռազմավարական առաջադրանքներ կան, ապահովելով այդ ուղղությամբ ռազմավարական ներդրումներ, ինչպես նաեւ օգտագործելով այստեղ տեղի հնարավորությունները, նկատի ունեմ երկու կարևոր կետը, ինչպիսին է Արենին, իհարկե նորավանքը նաև իր դերը ունի տուրիստական, Արենի նորավանք եւ Ջերմուկի տուրիստական, արտադրողական պոտենցիալը, խոշորացնելով Եղեգնաձորը ինչպես քաղաք, Եղեգնաձորի ագլոմերացիան ինչպես քաղաք, ստեղծելով նոր այդպիսի, դե գիտեք, հյուսիս-հարավը ամբողջությամբ անցնելու է այստեղով եւ նաեւ Մարտունի Եղեգնաձոր այս ճանապարհը ամրապնդելով եւ զարգացնելով, բացի դրանից իհարկե Վայքը
առանձին նշանակություն ունի եւ մենք կարանք ասել, որ վայքի զարգացումը նաեւ իր լուրջ ուղղություն ունի։ Տեսեք, մենք այստեղ վայքում նաեւ տեսնում ենք արևային պանելների այսպիսի մի մեծ դաշտ։ Հիմա իմ պատկերացումով Եղեգնաձորը եւ առհասարակ Վայոց ձորը ունի մեծագույն պոտենցիալ եւ դրա մասին տվյալներ կան, այդ է պատճառը, որ այստեղ արդեն մի քանի այդպիսի արևային կայան է տեղակայված։ Այսպիսի արևային կայանների քանակը զարգացնելը, արևային տեխնոլոգիայի ուրեմն հնարավորությունների զարգացումը կարա բերի տնտեսական աճի Վայոց ձորում, որը կօգնի նրան, որ մենք ավելի լավ կարողանանք ապահովել գյուղերի այդտեղ անվտանգությունը եւ տարածքի առհասարակ բնակեցման հարցը լուծել, ֆինանսական հարցերը լուծել եւ այլն ներդրումների հարցերը։ Բացի դրանից պետք է նշել, որ այստեղ մեծ միջազգային ներդրումների անհրաժեշտություն կա եւ կարծում եմ, որ անվտանգությունը ապահովելու համար հենց Արենի եւ Ջերմուկի հատվածում մեզ պետք են միջազգային ներդրողներ եւ դա կարա գինու հետ կապված լինի, ինչպես նաեւ հանգական ջրի հետ կապված եւ Հայաստանի իշխանությունները հատկապես տնտեսության ուղղությամբ պատասխանատու նկատի ունեմ ուրեմն էկոնոմիկայի նախարարությունը, նկատի ունեմ զբոսաշրջության հատուկ այդ նախարարություն եւ ուղղությունով, որը պատասխանատու է այդ ուրեմն գլխավոր քաղաքականության համար զբոսաշրջության ուղղությամբ պետք է մեծ անելիք արվի, որ էֆեկտիվ արդյունքներ լինեն միջազգային ներդրումների եւ միջազգային զբոսաշրջության ուղղությունով, որ ինչքան կարելի ավելի հանրային եւ հեղինակավոր դառնա Ջերմուկը, ինչպես Վրաստանի հետ կհամեմատեն վրացական Բորժոմին է այդպիսի ուրեմն միջազգային բրենդ եւ դա շատ կարեւոր է, ինչպես նաեւ Արենու այդ ամենահիներից մեկը գինու արտադրելու վայրը պետք է նաեւ դառնա միջազգային ուշադրության կենտրոնում։ Այսքանով ես կարծում եմ, որ ուրեմն եզրափակեմ այս հատվածը եւ կասեմ, որ Խաչի գյուղ գալը նաեւ այստեղ եւս մեկ անգամ ինձ լավ ցույց տվեց այս ամենի նշանակությունը, անցա այս ճանապարհով, Արենիով եւ հասա դեպի Խաչի գյուղ եւ այս պատկերը իմ համար հասկանալի է այստեղ նշանակությունը, հենց գյուղում իրավիճակը, բայց ապագայում իհարկե նաեւ կարծում եմ, որ հնարավորություն կլինի եւ կայցելեմ մնացած այդ գյուղերը, հատվածները, որտեղ որ ավելի մանրամասն պետք է տեղում ուսումնասիրել, թե ինչպիսի իրավիճակ է, որովհետեւ նույն Խաչի գյուղում եթե մենք տեսնենք, ապա այս գյուղը այդքան էլ մեծ չէ եւ իհարկե գիտեմ, որ պետությունը այնտեղ լուրջ ծրագրեր է անում բնակավայրի տների զարգացման ուղղությունով նկատի ունեմ, վարչապետը հանդիպումներ ա ունեցել եւ այլն եւ 16 միլիոնանոց այդ ծրագիրը այստեղ էլ է տեղի ունենում, բայց ինձ մոտեցել էին տարբեր մարդիկ, ով խոսում էին նրա մասին, որ սա բավարար չէ։ Իհարկե կարելի է միշտ ասել, որ ամեն ինչ բավարար չէ, հարցը դրանում չի, հարցը նրանում է, որ ինչքանով էֆեկտիվ կարելի է կազմակերպել գյուղի զարգացումը, գյուղի տնտեսական աճը, այս հողերի եւ շրջակա հատվածի ուրեմն հնարավորությունների զարգացումը, ներդրումները այդ թվում այստեղ, ինչքանով դա կարա լինի, ինչ ֆունկցիոնալ կարա ունենա Խաչի գյուղը, ինչպես կարող ենք մենք վերապատրաստել տեղի բնակչությանը նրա նպատակով, որ իրանք կարողանան շատ ավելի էֆեկտիվ հարստացնել իրենց գյուղը, պահելով այս լրջագույն հատվածը հայ-ադրբեջանական սահմանի։ Եվ այս հարցերի շուրջ մենք միասին ձեր հետ խոսելու ենք, աշխատելու ենք, սա ապագայի հարց է, այսպիսի հարցերի լուծելու համար պետք է լինել իշխանությունում, դա ուրիշ հարց է։ Մենք հիմա խոսում ենք ձեր հետ դեռ ռազմավարական այս պատկերացումի մասին, թե ինչ որ ուղղությունով պետք է արվի, կամ իհարկե նրանով օգնում ենք նաև իշխանությանը, որ այստեղից ինչքան կարելի է ուրեմն օգուտ քաղի պետության համար, հաշվի առնի այս մեր խորհուրդները, ինչքանով դա կարող է անել, ինչ էլ չի կարող անել, ապագայում պետք է միասնական ջանքերով կարողանանք այս ամեն ինչը անել, որովհետև նպատակը իհարկե հասկանալի է, որ հայկական պետության հզորացումը եւ զարգացումն է։
Շնորհակալ եմ հարգելի հայրենակիցներ ձեր ուշադրության համար, կարծում եմ, որ հետաքրքիր ստացվեց, հուսով եմ, խնդրում եմ ձեզ գրեք մեկնաբանություններում, եթե ձեզ հետաքրքրեց այսպիսի ձևաչափով մեր վերլուծությունը քարտեզի վրա նաև եւ Հայաստանի հետ կապված, ապա կշարունակենք այսպիսի ձևաչափը, խնդրում եմ դա արձանագրեք մեկնաբանություններում, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։